Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է նորագույն ժամանակների ամենից պրոֆեսիոնալ հայ պատմաբանին Նիկողայոս Ադոնցին։ Մեր այսօրվա հաղորդման հյուրերն են Երևանի Պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը եւ նույն համալսարանի հայոց պատմության նույն ամբիոնի պրոֆեսոր պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանը։ Բարի գալուստ, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հաղորդումը կշարունակենք, դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Նիկողայոս Ադոնցի կյանքին եւ գործունեությանը։ Նիկողայոս Ադոնցը Տեր-Ավետիքյան ծնվել է 1871 թվականի հունվարի 10-ին Սյունիքի մարզի Բռնակոտ գյուղում։ Դավիթ բեկի զինակից Տեր-Ավետիքի եւ Օրբելյան տոհմի ժառանգ էր։ Ծննդավայրում պահպանվել է պապենական տունը։ Տառաճանաչ է դարձել գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցու ծխական դպրոցում։ Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1899 թվականին ոսկե մեդալով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների եւ պատմաբանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է անվանի հայագետ Նիկողայոս Մարին։ 1899-ից 1901 թվականներին Եվրոպայում Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ հմտացել է հայագիտության եւ բյուզանդագիտության մեջ։ Աշակերտել աշխարհահռչակ բյուզանդագետներ Կարլ Կրումբախերին, Շարլ Դիլին։ Պետերբուրգում եւ Եվրոպայում ուսանել է Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ, ով մեծ հույսեր էր կապում նրա հետ։ 1903 թվականին Թիֆլիսում ուսումնասիրել է վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ 1909 թվականին պաշտպանել է Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում մագիստրոսական ատենախոսությունը եւ դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ դոցենտ։ Այս կոթողային աշխատությունը հրատարակվել է նաեւ հայերեն եւ անգլերեն։ 1916 թվականին Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի եւ ստացել պրոֆեսորի կոչում։ 1916 թվականին եղել է Էջմիածնում, Մուշում, Կարինում։ 1917 թվականին Աշխարհբեկ Քալանթարի հետ մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին։ 1917 թվականին ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու եւ պրոֆեսոր։ 1920 թվականին մեկնել է Լոնդոն, որտեղ տպագրել է հայկական հարցի լուծման շուրջ աշխատությունը, ապա անցել Փարիզ, եղել հայ գրական ակումբի նախագահ։ 1931 թվականից եղել է Բրյուսելի համալսարանի նորաբաց հայագիտական ամբիոնի վարիչը։ Մահացել է 1942 թվականի հունվարի 27-ին Բրյուսելում։ Գերեզմանի տեղը հայտնի չէ։ Նրա ձեռագրերի մեծ մասը պահպանվում է Համազգայինի Բեյրութի գրական արխիվում։ Երևանում նրա անունով փողոց է անվանակոչվել։ Ադոնցի անունն է կրում Սիսիանի պատմության թանգարանը, որտեղ կանգնեցված է արձանը։ 2000 թվականին Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է նամականիշ։ Ադոնցը հեղինակ է շուրջ 80 հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն արժեքավոր գիտական աշխատությունների նվիրված հայ ժողովրդի պատմությանը, բյուզանդագիտությանը, բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը, հայկական հարցին։ Ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմություն, որի առաջին հատորը հնագույն շրջան լույս է տեսել ֆրանսերեն, Ռենե Գրուսեի առաջաբանով եւ հայերեն։ Տիրապետել է ավելի քան 10 լեզվի։ Վերջին տարիներին 6 հատորով հրատարակվել են Ադոնցի երկերը։ Արարատ հեռուստաընկերության մեջ տաղավարում տեսնում եք այս 6 հատորները, սրանք Նիկողայոս Ադոնցի երկերի կարելի ասել այս պայդրությամբ լիակատար ժողովածուն են եւ այդ ժողովածուի համար մենք պարտական ենք մեր մեծարգո պրոֆեսոր Հովհաննիսյանին։ Պարոն Հովհաննիսյան, հարցս կուզեի ուղղել ձերից խոսքերով։ Դուք մի առիթով շատ դիպուկ նկատել եք, որ Հովհաննես Թումանյանը գրականության մեջ, Կոմիտասը երաժշտության մեջ, Աճարյանը լեզվաբանության, Աբեղյանը գրականագիտության, Թամանյանը ճարտարապետության եւ այդպես էլ նաեւ Նիկողայոս Ադոնցը հայ պատմագիտության մեջ։ Ընդհանուր գնահատականը տայիք։ Ընդհանրապես Նիկողայոս Ադոնցը որպես երևույթ չի արժևորված մեզանում այնքան, որքան որ նա ըստ էության ներկայացնում է իրեն։ Ասացինք դուք կրկնեցիք այն խոսքերը, որ Ադոնցը այն է պատմագիտության մեջ, ինչ Թումանյանը գրականության մեջ։ Կամ ասենք ճարտարապետության բնագավառում, կամ
նկարչության բնակավարում եւ մյուս բնակավարներում այս կամ այն մեծ է։ Ուղղակի Ադոնցի տարբերությունը ես ընկալում եմ այլ ծավալով եւ այլ ներկայությամբ, որ նա նախևառաջ միջազգային չափանիշների հեղինակ է, եթե ասենք Թումանյանը հայ գրականություն է, Ադոնցը ոչ միայն հայ պատմագիտություն է, այլ նաև համաշխարհային բյուզանդագիտության մեծագույն դեմքերից մեկն է։ Այսինքն միջազգայինորեն ճանաչված եւ ընդունված հայ պատմաբան։ Այո, եւ իր մեծությունը, իր վիթխարությունը ընկալվել է ոչ միայն իր օրերում, երբ որ նա գործում էր անցած տարի 30-40-ական թվականներին, 20-30-ական թվականներին, այլ նաև այսօր, հենց հիմա։ Վերջերս թերթում էի հայտնի բյուզանդագիտական միջազգային մի ամսագիր Բյուզանդիոն եւ ակնարկը, որը կար Ադոնցի մասին, շեշտված էր շատ այսպես հստակորեն բոլոր ժամանակների ամենանշանավոր բյուզանդագետներից մեկը, որը հավասարաչափ այնպեսին է, ինչպես ենթադրենք, ասենք Ռենե Գրուսեն, Ժիրար Գարիտը, Կարլ Կրումբախերը, որոնք հայտնի երևույթներ են։ Եվրոպական համաշխարհային մակարդակի այո, այդ իմաստով ինքը շատ քիչ է ընկալվում եզանում ցավոք սրտի, բայց որպես հայ պատմաբան, հայագետ, ոչ մաքուր բյուզանդագետ, այլ հայ պատմաբան, անշուշտ ինքը համարվում է մոտավորապես դուք ճիշտ նկատեցիք 20-րդ դարի ամենամեծ հայագետը, ամենամեծ հայ պատմաբանը, անկախ իր բյուզանդագիտական ուսումնասիրություններից, անկախ։ Այս իմաստով իհարկե Ադոնցը արժանի էր ավելի մեծ ուշադրության, բայց որովհետև մեզանում այդ գիտությունը, բյուզանդագիտությունը շատ ավելի նեղ կորպորատիվ մի բնագավառ է դարձել, բնականաբար ավելի քիչ է ինքը հայտնի այդ բնագավառում։ Ավելի շատ օտարի նկարտեց հայտնի, քան Այո, այդպես է։ Նա այսօր նրան ցիտատ եմ բերում, հենց հիմա այսօր 21-րդ տարի այս ժամանակներում, երբ ինքը 100 տարի առաջ է գրել այդ աշխատությունները։ Օգտվելով առիթից կցանկանայի նշել, որ նա բյուզանդագիտական առաջին ծավալուն ուսումնասիրությունը դա Հայաստան Հուստինյանոսի դարաշրջանում։ Այդ աշխատության առանձին կանդրադառնանք։ Չէ, կուզենայի այլ իմաստով էստեղ հենց հիմա նշել, որ դա համարվում է բնականաբար ոչ այնքան հայագիտական, որքան նաև բյուզանդագիտական։ Այսինքն ուզում եմ ցույց տալ նշել, որ Ադոնցի մեջ մի քանի ադոնցիներ կան, մի քանի երևույթներ կան, որոնցից երկուսը բյուզանդագետը եւ հայագետը համարյա միաժամանակ են գործում։ Ադոնցը ինչ բերեց բյուզանդագիտությանը։ Ադոնցը բերեց բյուզանդագիտությանը, իսկ բյուզանդագիտությունը չափազանց հայտնի էր եւ չափազանց նշանավոր դեմքեր ուներ, այն ինչ որ չուներ բյուզանդագիտությունը։ Այսինքն, բերեց բյուզանդագիտությանը հայագիտական նյութերը։ Բյուզանդագիտությունը զարգանում էր առանց հայագիտական նյութերի, իսկ Ադոնցը լինելով հայ եւ հայագետ, այդ նյութերը հրամցրեց բյուզանդագիտությանը եւ բյուզանդագիտությունը ավելի հստացավ։ Ինչ-որ առումով հայացրեց բյուզանդագիտությունը կամ բյուզանդիան, կարող եք ասել։ Հա, իր հայտնագործություններից մեկը այն է, որ Բյուզանդիան 9-11-րդ դարերում ոչ այնքան հույների պետությունն է, որքան հույների եւ հայերի պետությունն է։ Այնքան հույները կարող են այդ Բյուզանդիայի նվաճումներով նրա ներկայությամբ հպարտանալ, որքան ինքը հայ է, որտեղ բյուզանդական այդ ժամանակաշրջանի պատմության մեջ չկա որևէ բնակավար, որտեղ կարևորագույն դեր խաղաց չլինեն հայերը։ Այ Ադոնցի դերը սա է։ Ինքը եվրոպացիներին ցույց տվեց, մատնացույց արեց, որ լավ լսեք։ Այս հույն կամ բյուզանդացի կայսրը, պատրիարխը, զորավարը, ճիշտ է, բյուզանդական զորավար է, բայց նա գեներով հայ է, նա ծագումով հայ է, այո։ Այս իմաստով հայ Բյուզանդիան նրա մեծագույն հայտնագործությունը եղավ։ Պարոն Ներսյան, փաստորեն Նիկողայոս Ադոնցը առավելապես հայտնի է որպես հայագետ, բյուզանդագետ, բանասեր, եւ այդ առումով կարծես թե ինչ ստվերում է մնացել նրա հարուստ հրապարակախոսական ժառանգությունը։ Խնդրում եմ ընդհանուր գծերով ներկայացրեք հենց հրապարակախոսական ժառանգությունը, որպեսզի մեր հեռուստադիտողները Նիկողայոս Ադոնցին նաև պատկերացնեն եւ ընկալեն եւ ճանաչեն որպես հրապարակախոսի։
Ոչ թե զուտ միայն ակադեմիական գիտնականի։ Նախ ես ասեմ, այն պատճառը, թե ինչի այլ պատմաբանների համեմատությամբ, օրինակ Լեոյի եւ մի շարք այլ պատմաբանների համեմատությամբ այս մեծ ազնվորությունը մեծ պատմաբանը մնացել է ստվերում, որովհետեւ Նիկողայոս Ադոնցը ինքը քննական վերլուծական մեթոդաբանությամբ պատմաբան է, դեպքերի փաստերի նկատմամբ նա քննական խորը մոտեցում է ցուցաբերում, իսկ մեր հանրությունը ինչու՞ չէ նաև չվարանենք շեշտել, նաև մեր գիտնականների հասարակագետների մեծ մասը չեն սիրում նման բնույթի աշխատանքներ կարդալ, խորանալ դրա մեջ, եւ նա նաև տարբեր պատճառներով իմ կարծիքով Գերովանեսյանը դերևս կհամաձայնվի իմ հետ, նաև երևի թե խորհրդային շրջանում այնքան էլ ձեռնտու չի եղել Ադոնցի նման պատմաբանի քարոզչությունը, որովհետև նա օրինակի համար ցարական Ռուսաստանի քաղաքականությամբ ընդհանրապես նաև խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան Ռուսաստանի հայկական հարցի նկատմամբ մոտեցումները ուրեմն ճիշտ կերպով քննել ու վերլուծել ու ներկայացրել է, ասենք Հայաստանի բաժանում խորհրդայնացում եւ այլ հարցերի շուրջը եւ նաեւ կուզենայի մի բան ավելացնել, որպես ընդհանրացում պարոն Հովհաննիսյանի ասացի, որ Նիկողայոս Ադոնցը մյուսներից տարբերվում է նրանով, որ նա համաշխարհային պատմագիտության գանձարանի մեջ ունի իր ներդրումը, իսկ շատ քիչ պատմաբաններ կան, որոնք որպես պատմաբան համաշխարհային առումով ֆիգուրաներ են։ Այդպիսին է այո, համաշխարհային առումով, իսկ ինչ վերաբերում է նրա հրապարակախոսությանը, ես ձեզ ասեմ, Ադոնցը մի հայագետ է, որին կարելի է գնահատել եւ որպես պատմաբան, եւ փիլիսոփա, եւ բանասեր, ինչու՞ չէ, եւ լեզվաբան, ուրեմն եւ նաեւ հրապարակախոս։ Եվ երբ որ մենք այս տարբեր բնագավառների նրա հետազոտությունները խորությամբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այդ բոլոր գիտության ու հրապարակախոսության այս բոլոր ճյուղերում նա պահանջված բարձրության վրա է եւ շատ քչերը կան, որոնք կարող են նրա հետ համեմատվել։ Ընդհանրապես երբեմն սխալ է համեմատությունները կատարել պատմաբանների մեջ, ոմանք սխալ են համարում, վերցնելով ասենք նրա հետաքրքրությունների շրջանակը, բայց ինչու՞ չէ պետք է պատմաբաններին համեմատենք, հետո Նիկողայոս Ադոնցը ինչով է մեծ, որ նա ընդհանրապես մի ինչ որ ուղղությամբ, ինչպես ասեցի, չի դրել ու գրել, նա ընդհանրապես ունիվերսալ բազմակողմանի, իսկ ինչ վերաբերում է նրա հրապարակախոսությանը, ես կուզենայի մի քանի այս հատորում Գերովանեսյանի աշխատասիրությամբ ուրեմն հրապարակված այս հատորում շատ հետաքրքիր ուրեմն հրապարակախոսական բնույթի ուրեմն աշխատություններ կան, հոդվածներ, որոնցից օրինակ շատ հետաքրքիր է հայկական հարցը եւ գերմանական ծրագրերը, օրինակ նա խորությամբ բացահայտում է գերմանական ծրագրերը հայկական հարցի վերաբերյալ, կամ ասենք թե օրինակի համար նրա անդրադարձը 1912-14 թվականների այդ հայկական վերաբացման շրջանում, ուրեմն մեր քաղաքական մտքի դրսևորումներին, մտքի ուղղորդվածությանը եւ նրա նաեւ անալիզը, թե այդ շրջանի օրինակ շրջանում մեծ տերությունները հայկական հարցը ինչու նորից դարձրեցին քննարկման առարկա եւ զարմանալի ճշտությամբ նա ուրեմն կարողանում է կանխատեսել հայկական հարցի այդ շրջանի զարթոնքի ու զարթոնքի հետևանքները, այսինքն այդ առումով նա հորետեսական է, որ ասենք թե հայկական հարցը իսկապես մեծ տերությունները կլուծեն եւ քննադատում է այսինքն հորետեսական շեշտելով ես նկատի ունեմ մեր առումով, մեր ժողովրդի քաղաքական նպատակների առումով իրատեսական։ Նա այցելել է մի առիթով Մոսկվայում պատվիրակություն է կազմում, որը մեկնում է Կոստանդնուպոլիս, այդ հայկական հարցի վերաբացման շրջանում 1912 թվականի կարծեմ վերջերին եւ այնտեղ հանդիպում է արևմտահայ քաղաքական մտքի ներկայացուցիչներին եւ ասենք թե նա ներկայացնում է նրանց տեսակետները հայկական հարցի վերաբերյալ
նրա այս հրապարակախոսական հենց այս ժառանգությունը ունի եւ սկզբնաղբյուրային նշանակություն եւ ունի նաեւ արդիական հնչողություն այն առումով, որ այդ բոլորը երբ որ կարդում եք շատ հաճախ նայենք է այս հրապարակախոսության այս բնույթի նյութերի մեջ ինքը չի երևում, շարադրում է, բայց զգում ենք նրա վերաբերմունքը այդ քաղաքական մտքին եւ շատ հաճախ նա, ինչպես ասում ենք, ինչպես դուք նշեցիք, իսկապես լավատեսական վերաբերվում քաղաքական մտքին, կարծիքներին բոլորին, եւ օրինակի համար նրա շատ հետաքրքիր է, միգուցե դուք հետո այդ հարցը կտաք, օրինակ Սևրի պայմանագրին նրա անդրադարձը, այնքան շատ է, որ կարծում եմ մի հաղորդման շրջանակներում այս մեծ մարդուն չի կարելի։ Իհարկե, Նիկողա Սադոնցին ոչ միայն մեկ, այլև 2-3 հաղորդման մեջ է նարոր չներկայացնել, սպառել։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ ներկայացրեք Ադոնցի կոթողային աշխատությունը Հայաստանը Հուստինյանոսի դարաշրջանում։ Եվ մինչև ձեր ներկայացնելը մեր հեռուստադիտողներին կցանկանայի տեղեկացնել, որ Նիկողայոս Ադոնցի այս իրավի ֆունդամենտալ աշխատությունը, որը ունի համաշխարհային նշանակություն, ընդհանրապես նրա մագիստրոսական թեզն է, մագիստրոսական ատենախոսությունը։ Եվ նաև թող մեր ներկա մագիստրոսների համար օրինակելի լինի։ Չի կարող օրինակելի լինել, որովհետև դա երևակայելի է, չի կարելի պատկերացնել։ Ընդհանրապես Ադոնցը կրթվեց չափազանց հետևողական եւ շատ նշանավոր ուսումնագիտական կենտրոններում։ Այն փաստը, որ նա սովորել է Պետերբուրգի կաթեդրալական համալսարանի արևելագիտության, հետո պատմագրական ֆակուլտետներում, հետո իր ուսումնառությունը շարունակել է, խորացրել է Մյունխենի, Սորբոնի, Ստրասբուրգի համալսարաններում։ Պատկերացրեք, նա 20 տարի սովորել է։ Այսինքն հիմնավոր կրթություն է, պատրաստվածություն է ստացել։ Ծխական դպրոցից, իրենց գյուղի ծխական դպրոցից, Տաթևի վանական դպրոցից, Գևորգյան ճեմարանից, Թիֆլիսի ռուսական գիմնազիայից եւ հետո Դորպատի համալսարանում, Պետերբուրգի համալսարանում եւ խորացնելով իր գիտելիքները նաեւ եվրոպական առիթ է, ես հեռանալով մի քիչ մեր այսօրվա խոսակցությունից հեռանալով Ադոնցի կոնկրետ գործունեությունից պիտի մի մարդու տամ, եթե որը չլիներ, որը չօգներ Ադոնցը երբեք Ադոնց չէր լինի։ Ազգային նշանավոր բարերար Ալեքսանդր Մանթաշյանի, որտեղ Ադոնցը որտեղ որ սովորեց, ինչի որ հասավ ու ձգտեց, միշտ եղել է Ալեքսանդր Մանթաշյանի սանը, նրա թոշակառուն եւ նրա ֆինանսավորմամբ է, որ Սիսիանի գյուղից եկած մի Գեղչուկ պատանի կարող է սովորել Սորբոնում, պատկերացրեք, ինչ գումարներով, ինչպես, բայց գումարները ուրիշներն էլ էին ստանում եւ Ադոնց չէին դառնում, եւ Ադոնցի բախտը բերել է նրանով, որ նրան ֆինանսավորում էր, աջակցում էր Ալեքսանդր Մանթաշյանը, իսկ հայագիտության եւ մեր ժողովրդի բախտը բերեց, որ այդ ֆինանսավորողը գետին չգցեց այդ լուման, բարձրացրեց եւ ներկայացրեց ազգը համաշխարհային հանրությանը։ Ինչ վերաբերում է մագիստրոսական թեզին, Ադոնցը շատ երկար է աշխատել այս թեզի վրա, դեռևս համալսարան ավարտելուց հետո նա փորձերը կատարում է, սկզբնական շրջանում այսպես էր ծրագրել հայերը Բյուզանդիայում, այդպիսի, բայց հասկանալով հետագայում, որ սա շատ ծավալուն է եւ հնարավոր չի ընդգրկել մի մագիստրոսական աշխատանքի մեջ, ժամանակաշրջանը սահմանափակեց Հուստինյանոսով։ Բայց երբ որ մենք կարդում ենք այդ աշխատանքը, շեշտեմ, որ այդ Հուստինյանոսը չկա այս վեցհատորյակում, չի նախատեսվել։ Կներեք, պարոն Հովհաննիսյան, մագիստրոսական թեզած, որ ասում ենք թեզ, 500-600 էջանոց 600 էջ է 600 էջանոց աշխատություն է, որ թեզ ասելուց հեռուստադիտողը չպատկերացնի, որ դա 20-30 էջանոց մի ինչ-որ գրքույկ է։ Այո, եւ նա որոշեց վերցնել Հուստինյանոսի դարաշրջանը, բայց վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, որտեղ սա ավելին է տարածավալային իմաստով, քան վերնագիրը։ Հուստինյանոսը գահակալել է 529 թվականից սկսած, մինչև 565 թվականը։ Այն տպավորությունը չստացվի, որ այդ տարիներին է վերաբերում։ Նա գալիս է 4-րդ տարից,
Հայաստանի արդեն պարսկաբյուզանդական Այսինքն ավելի լայն ընդգրկումով, Հայաստանի բաժանումներով, պայքարներով եւ նաեւ ասում է Հուսեին Անոնսի դարաշրջանը, ասում մինչեւ 6-րդ դարի վերջերը։ Այսինքն սա մի էպոխա է։ Մեզանում մի աներևակալի երևույթ, մեզանում չտեսնված մի երևույթ։ Հայաստանը ներկայացնել աշխարհաքաղաքական գերտերությունների միջև պայքարի ծիրուն ցույց տալ Հայաստանի տեղը, դերը, հայի տեղը։ Ադոնցը այսպեսի մի շատ հետաքրքիր խոսք ունի, որը չգիտեմ է թեւավոր արտահայտությունների մեջ տեղ է գտել թե ոչ, Ռուսաստանին միշտ հետաքրքրել է Հայաստան առանց հայերի։ Բայց Բյուզանդիային էլ հետաքրքրել է հայը առանց Հայաստանի։ Հայությունը ընդգրկել բյուզանդական կայսրության բոլոր բնակավարներում, Հայաստանը ոչնչացնելու ճանապարհով։ Հայն են նրան հետաքրքրում։ Հակառակ Ռուսաստանի քաղաքականությանը, որը հետաքրքրում էր տարածքը Հայաստանը։ Եվ այս իմաստով ինքը Հայաստանը Հուսինյանոսի դարաշրջանում աշխատությամբ տվեց համաշխարհային բյուզանդագիտությանը այն մակարդակով, այն ծավալով, այն ընդգրկումով, ինչպես համաշխարհային բյուզանդագիտությունը ուներ Բյուզանդիայի վերաբերյալ, բյուզանդագիտական այժմ այդ աշխատանքներին ավելացավ նաև Հայաստանը։ Սա հանրագիտարան է։ Բառից բուն իմաստով հանրագիտարան։ Ամենին պատական չէ, որ դա նաև օտար լեզուներով թարգմանվեց, չէ՞։ Այո։ Դա կարծեմ ֆրանսերեն, թե անգլերեն։ Չէ, անգլերեն Նինա Գարսոյանի հիանալի աշխատասիրությամբ Լիսաբոնում լույս է տեսել։ Իմիջիալորս ասեմ, որ Գալուս Գուլբենկյան հիմնարկությունը շատ հոգատար է գտնվել եւ կարծեմ պիտի շարունակի գտնվում է Ադոնցի նկատմամբ։ Այս 6 հատորը, որ մենք տեսնում ենք սեղանին, մեկ ուրիշ մեծանուն հայի նրա անունը կրող հիմնադրամի միջոցներով է, որ աշխարհը եկել, Գալուս Գուլբենկյան հիմնադրամը։ Հուսանք այս եթե կան էլի հրապարակ աշխատանքներ, հիմնադրամը կաջակցի եւ կարող եմ նրանց, ովքեր որ հետաքրում են, ովքեր որ դիտում են այս հաղորդումը եւ հետաքրում են նրանց հայ պատմաբանը, հայ մեծը, ասեմ, որ հիմա հենց հրատարակության ընթացքում է գտնվում 7-րդ հատորը։ Դա նամականին է, որը հավանաբար մինչև սեպտեմբեր լույս կտեսնի, ծավալուն մի աշխատություն է, Ադոնցի նամակագրությունը, դրանք սովորական նամակներ չեն, բարև, սերսուն եւ այլն։ Դրանք հայագիտությանը վերաբերող բազմաթիվ հարցեր են։ Բազմաթիվ հասարակական շատ հետաքրքիր բաներ կտեսնեք դուք այնտեղ, պարոն Ներսիսյան, հատկապես կապված ձեր հետաքրքրող թեմատիկայով։ Այսինքն Ադոնց գիտնականը եւ Ադոնց հայրենասերի կերպարը այդ նամակներում։ Այո, Ադոնցը ընդհանրապես կաբինետային գիտնական չի եղել։ Որ կաբինետը, գիտեք, այդպիսի գիտնականներ կան եւ շատ լավ են իրենց զգում եւ մեծ դա երևույթ է, բայց Ադոնցը կաբինետից դուրս էլ կա, այսինքն հասարակական գործիչ է, Ադոնցը իր ազգի ցավերով, գիտեք ինչ հսկայական թեմա է Ադոնց հայրենասիրի, Ադոնց հայի նրա նպաստը մեր ազատագրական շարժմանը, մեր գաղթականներին եւ այլն։ Մի խոսքով ձեր հարցին որպես պատասխան ասեմ, որ եթե մեր պատմագիտությունը ստեղծել է Չամչանից մինչև մեր օրերը, 18-րդ դարի վերջից մինչև մեր օրերը 20 լավ գիրք, շատ լավ գիրք, մնայուն արժեք, այդ 20-ի մեջ առաջիններից մեկը Հայաստանը Հուսինյանոսի դարաշրջանում է։ Պարոն Ներսիսյան, հա ցեղասպանությունից հետո Նիկողայոս Ադոնցը գրել է. «Չգիտեմ ինչպես եմ շնչում եւ ինչպես եմ ապրում այս բոլորից հետո»։ Այդ ապրումների արդյունքում իր լինելով ակադեմիական գիտնական, իր քաղաքացու, իր հայ պարտքը համարեց անդամակցել տարբեր մեր ազգային մարմինների կառույցների եւ զբաղվեց սկսած գաղթականներին օգնության կազմակերպմամբ, ավարտած մինչև միջազգային այցաններում հայ դատի պաշտպանությանը իր մտավոր ներուժը բերելուն։ Խնդրում եմ ներկայացրեք հենց Ադոնց հայրենասերին։ Դե այդ մասին արդեն պարոն Հովհաննիսյանը շեշտեց եւ իմ խոսքը կլինի նրա խոսքի տրամաբանական շարունակությունը, որ իսկապես նա
ոչ միայն կաբինետային ուրեմն գիտնականներ, այլ հայ ժողովրդի քաղաքական շահերով հետամուտ նաև գործնականում իր ձգտումները, ուրեմն իսկ այդ քաղաքական ձգտումները, ցանկությունները բխում էին ռեալ իրավիճակի, ուրեմն նրա ըմբռնող ունակությունից եւ նա ինչպես շատ մեր պատմաբաններ, գիտնականներ, տարբեր քաղաքական գործիչներ հայոց ցեղասպանության ընթացքում ապրեցին հոգևոր տեղատվության շրջան, բայց այդ տեղատվությունը նրա մոտ այդքան երկար չտևեց եւ դրանից հետո իսկապես նա փորձեց հայանպաստ գործունեությամբ զբաղվել, նա համագործակցում էր մեր պատվիրակությունների հետ, ուրեմն որպես փորձագետ, որպես փորձագետ այո համագործակցում էր եւ բնականաբար հայկական հարցի լուծման վերաբերյալ առաջին համաշխարհային պատերազմի արդեն ավարտից հետո արդեն Հայաստանի առաջին հանրապետության շրջանում վեհաժողովում ուրեմն հայոց պատվիրակության գործունեության հետ կապված նա միշտ էլ իր ուրեմն ուղղակի կամ անուղղակի ծանրակշիռ խոսքը ասել է եւ ընդ որում հետագայում էլ նա անդրադարձել է այդ իրադարձություններին, ասենք օրինակի համար Սևրի պայմանագրին, որի մասին ունի, չէ, հրապարակախոսական նյութ եւ գիտեք նա որպես պատմաբան եւ իրապաշտ անձնավորություն մյուսներից եւ պատմաբաններից եւ շատ հայագետներից եւ ժամանակի քաղաքական գործիչներից տարբերվում է նրանով, որ շատ չի ոգևորվել նման իրադարձություններով, այսինքն էմոցիաներով չի տարվել, այս սառը բանականությամբ օրինակ բավական է նշել, որ Ադոնցը Սևրի պայմանագիրը համարում էր անկատար, այն առումով օրինակ ես հիշում եմ, որ նա շեշտում է նաև այն առումով օրինակ, որ այնտեղ հստակ էսված չէր օրինակ հայ-վրացական սահմանը, նա այնքան ռեալ եւ իրապաշտ էր, որ գտնում էր, որ Սևրի պայմանագիրը հնարավոր չէր իրականացնել այն, քանի որ դա կյանքի կոչվեց այն ժամանակաշրջանում, երբ որ չէ մի կողմից ձևավորվեց քեմալական շարժումը, մյուս կողմից բոլշևիզմը, չէ, որի այդ համագործակցության արդյունքում Հայաստանը ծվատվեց, բաժանվեց եւ ընդ որում նա մեզ այն տրամաբանությանն է մղում, այն ճիշտ եզրակացությանն է մղում, որ թեպետ բառացի երբ այդ մասին չի շեշտում, բայց բերում այդ տրամաբանությանը, որ ինչպես ասենք օրինակ համար հնում Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի եւ Ռոմի միջև կամ չգիտեմ Օսմանյան Թուրքիայի եւ էլի դարձյալ Սեֆյան Պարսկաստանի միջև նույն ձևի բաժանվել է, ավելի անողոք մի բաժանման է ենթարկվել օրինակ 1920-21 թվականներին։ Այսինքն կարող ենք ասել, որ ինչպես միջնադարի պատմության ուսումնասիրության վերաբերյալ, այնպես էլ հրապարակության առումով նա շատ բրջամիտ է։ Ես ասեմ ձեզ, գիտեք ինչ, բոլոր առումներով էլ ինչպես քիչ առաջ շեշտեցի, նրա խոսքը ծանրակշիռ է։ Իհարկե կան, ասենք, դատողություններ, եզրակացություններ, որոնք այսօրվա հեռավորությունից հնարավոր է որ չկիսել, որովհետև մենք ինչքան էլ որ մենք ասում ենք պատմագիտությունը դա օբյեկտիվ գիտություն է, էլի 100%-ով ճշմարտությունը հնարավոր չի բացահայտել։ Մի փաստ կարող է պակաս լինի, մի փաստ ավել, եւ ես նաեւ կուզենայի այս իհարկե հարցը վերաբերում է ընդհանուր նայած գործունեությանը, բայց ես առիթից օգտվելով ուզում եի շեշտել մի ուրիշ խնդիր, պարոն Հովհաննիսյանը դրան անդրադարձավ, նրա Բյուզանդիայի նվիրված աշխատությունը ներկայացնելիս, գիտեք, շատ հաճախ մեր պատմաբանները, ասենք, հայ ժողովրդին հաճախ ներկայացնում են ուրեմն մեծ տերությունների քաղաքական, չէ, այդ դավադրությունների այսինքն ավելի շատ զոհի կարգավիճակում, իհարկե այդպես եղել է, ոչ մեկը դա չի կարող ժխտել, բայց ասենք Ադոնցը ցույց է տվել իր աշխատություններում հայ ժողովրդի համաշխարհային քաղաքականության մեջ դերակատարությունը։ Օրինակ, եթե վերցնենք Ուրարտուին նվիրված նրա ուսումնասիրությունները, օրինակ, այնտեղ նա բավական հետաքրքիր ուրեմն հայեցակարգեր է ներկայացնում Ուրարտուի այդ պետության վերաբերյալ, որ դա առաջին պետություն էր
որի մեջ ուրեմն միավորվեցին հայկական ցեղախմբերը եւ այս մի շատ հետաքրքիր ուրեմն եզրակացություն չէ, ես ուզում եմ ասել, մի շատ հետաքրքիր եզրահանգման է գալիս, որը կապ ունի այս շրջանի հետ, որ ասենք ուրեմն հայերը ու արտական շրջանում փակեցին սեմիտական ցեղերի ճանապարհը դեպի Փոքր Ասիա։ Այսինքն սա մի փոքրիկ դետալ էր, որ նա ցույց է տալիս հայ ժողովրդի, այո, եւ ինչպես նշեց ընկեր Հովհաննիսյանը, ես դա էլ ասեմ, որ հայ ժողովուրդը, ասենք, իսկապես բյուզանդական շրջանում նա Բյուզանդիան ներկայացնում է որպես ոչ միայն բյուզանդացիների հայրենիք, նաեւ հայերի, չէ, ոչ միայն հույների հայրենիք, այլ հայերի եւ ուրիշ այլազգիներ եւ նրանց դերակատարությունը ներկայացնում է։ Նույնը այս շրջանի վերաբերյալ իսկապես նա մեր քաղաքական միտքը, որը առաջնորդվել է 1914 թվականից հետո, չէ, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տարվելով հայկական հարցով ռուսական քաղաքականությամբ, արևմուտքով եւ այլն, ի վերջո նա այն եզրակացությանն է մղում մեզ, որ իսկապես մեր քաղաքական միտքը պարտվել է։ Եկեք չվարանենք ասելու ճշմարտությունը, որին մեզ մղում է այս մեծ ազնվորությունը իր հետ։ Հայ քաղաքական ճշմարտությունը ոմանց ակաշներին խորտ է հնչում, պարոն Հարությունյան, բայց եկեք այդ ճշմարտությունը, որին մղում է Ադոնցը, շեշտել, որ այո, հայ քաղաքական միտքը պարտվեց։ Այդպես չի, պարոն Հովհաննիսյան։ Այդպես է։ Եվ ինքը շատ հետաքրքիր մի հոդված ունի, որը կոչվում է Մեծ Եղեռնի տարելիցին։ Այո։ Դա պետք է լույս տեսներ 1925 թվականին 10-ամյակի հետ կապված, բայց մի քիչ ուշ լույս տեսավ տեխնիկական պատճառներով շեշտում է հետևյալ միտքը։ Մենք այսօր կանգնած ենք մեր անթաղ մեռելների շիրմների առջև։ Եվ ես հարց եմ տալիս ինձ եւ մտորում, թե ովքեր ենք որտեղ է մեր մեղքը, ինչու է կայանում մեր մեղքի բաժինը։ Եվ շեշտում, այո, թուրքը, քուրդը, ռուսը մեղավոր են, բայց ամենամեծ մեղավորությունը դա մենք ենք։ Մեր մեջ պետք է փնտրել հայերից մեջ։ Մեկը իր անկորձությամբ, մյուսը իր պոռոտախոսությամբ, մյուսը իր ոչ ստապ մտածելակերպով։ Ժամանակը չէր, ոչ դրոշների ծածանումը եւ ոչ էլ շեփորների հնչեցումը եւ ոչ էլ զանգերի ղողանջը։ Եվ մենք պետք է մտածենք ինչպես պիտի ապրենք սրանից հետո։ Խոսքերը մեծ մարդու, մեծ հայի, մեծ քաղաքացու միշտ չէ որ արդիական հնչողություն կարող ենք մենք դա ասել որ այո հետևում ենք նրա խոսքերին։ Այո, ճիշտ շեշտեց պարոն Հովհաննիսյանը։ Մենք հիմա առհասարակ երբ որ հայոց պատմության այս կամ այն դրվագն ենք ներկայացնում, մեր պարտությունները, չէ, իսկ այդ պարտությունների բարձրակետը, կուլմինացիոն կետը եղավ հայոց ցեղասպանությունը, մենք ներկայացնում ենք այդ բոլոր դրդապատճառները կիսատ պռատ։ Եվ մենք, ինչպես շեշտվեց, մենք քանի դեռ մենք Ադոնցի օրինակով, նաև մենք պատմաբաններս, մեր պարտությունների մեջ սեփական մեղքի բաժինը լուրջ հաշվեկշռի չենք ենթարկում ու մեր սխալները չենք վերհանում, մենք ապագայում էլ կսխալվենք։ Ապագայում էլ կսխալվենք։ Իսկ հիմա ով վեր է կենում ասում է մենք էլ սխալվեցինք, նա ասում։ Ոչ, ոնց, ինչպես կարելի ասել, որ մենք սխալվեցինք։ Այսինքն սխալ է այն կարգախոսը, որին դարձյալ այդ կարգախոսը մղում է Ադոնցը, որ այդ կարգախոսը առաջանա, որ մենք միշտ ճիշտ ենք եղել, նրանք ոչրագործ։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Նիկողայոս Ադոնցի մի քանի ասույթների։ Ոչ ոք չգիտե անցքերի թավալ գլորանիվը ուր է տանում։ Պատրաստ եւ զգաստ լինենք, որպեսի չկորչենք անփառունակ կռվողների ոտքերի տակ կոխան։ Թուրքիան այնքան հեռու է ժամանակակից պետության հասկացությունից, որ նրա համագոյակցությունը քաղաքակիրթ աշխարհի հետ չի կարելի անոմալիա չհամարել։ Թուրքիան եղել եւ մնում է զինվորական վրան, որը պահվում է բռնության եւ բռնակալության ցցերով։ Հայկական հարցի պատմությունը ցույց է տալիս, որ ամեն մի անորոշություն, ամեն մի հետաձգում հղի է սարսափելի հետևանքներով հայ ժողովրդի համար։ Որքան եւ ծանր լինի հայ ժողովրդի դրությունը Հայաստանում, դարձյալ հայրենիք է, որ իր էությամբ լցնում է շատ պակաս եւ ամենից առաջ կորուստը, որին ենթարկված են հայրենիքից դուրս հացող ահագին բազմությունները։ Հերոսական միջոցներ են հարկավոր նրանց փրկելու վերահաս զուլումից եւ փչանալուց։
Ինչ վերապահումներ էլ ունենանք ներկա Հայաստանի հանդեպ, սա հայության վերջին ապավենն է, վերջին հենարանը։ Կորցրինք այս, կկորցնենք ամենը, կանցնենք պատմության արխիվը, մահացած ազգերի շարքը։ Հայությունը մի գետ է, որի ջրերը ոռոգում են ոչ միայն հարազատ հողն ու անդաստանը, այլև թավալում են հուժկու ալիքներ դեպի ընդհանուր քաղաքակրթության օվկիանոսը։ Պարոն Հովհաննիսյան, ժամանակին Ադոնցը նախաձեռնել էր քննական պատմություն հայոցի բազմահատորյակի ստեղծումը, սակայն ցավոք հրատարակվեց միայն առաջին հատորը։ Բոլոր դեպքերում այդ ֆունդամենտալ աշխատանքի նաև առաջին հատորը խնդրեի Թանուր գծերով մեր ստատիտողներին ներկայացնեի։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք Ադոնցը հայագետ, Ադոնցը հասարակական գործիչ, Ադոնցը գրականագետ եւ այլն, պետք է շեշտել հատկապես Ադոնցես աշխատանքը։ Ուրեմն հայը իր երևույթը Եվրոպայում ծրված, անտեր, անտուն, թափառական, արհամարհված շատ վատ վիճակ էր եւ մեր մեծերը Եվրոպայում ապրող մեծերը մտածում էին այնպես անել, որովհետեւ ներկայացնեն հային իր մեծությամբ, իր վեհությամբ։ Ինքը հայը ապացուցեց, որ Ֆրանսիայում կեղտոտ հայը չի, որ ինքը աշխատասեր է եւ դարձավ Ֆրանսիայի լավագույն քաղաքացիներից մեկը։ Նա դարձավ Ֆրանսիայի ազգային հերոս, նա դարձավ Ֆրանսիայի ամենապարտաճանաչ եւ օրինակելի քաղաքացին։ Հիշենք Անրի Վերնոյի Մարիկը ֆիլմից։ Եվ այդ ֆոնի վրա Ադոնցը, Արշակ Չոբանյանը եւ ուրիշներ մտածում էին Եվրոպայի ներկայացնել հային այնպեսին, ինչպեսին որ ինքը կար, ոչ թե թափառական եւ գաղթական։ Օրինակ Չոբանյանը ֆրանսերենով հրատարակեց Վարդենիկ Հայաստանի հայ գրականության 3 ստվար հատորները։ Եվրոպան ապշած էր։ Ֆրանսիական հասարակությունը զարմացած էր այդ զոր մշակույթի վրա։ Ադոնցը որոշեց նույն ձևով պատմություն է ներկայացնել։ Ժամանակ քիչ էր մնացել հիվանդ էր եւ տարիքն էլ արդեն այն չէր, մոտենում էր համաշխարհային պատերազմը, Ադոնցը ծրագրեց 3 հատորով ֆրանսերենով հանրությանը ներկայացնել հայոց պատմությունը։ Ընդ որում այն ինչ կար մինչև Ադոնցը, ինքը դա պիտի դարձներ ֆունդամենտ, որի վրա պիտի կառուցեր մնացած ամբողջ շինությունը։ Ճիշտ է նկատել Ռենե Գրուսեն, որ Ադոնցը 1000 տարով բարձրացրեց հայոց պատմությունը, ընդգրկելով հայոց պատմության մեջ հնացրեց Ուրարտուն, որը դուրս էր մղված, նախաուրարտական ցեղերը, ցույց տալով, որ եւ ուրարտացիները եւ նախորդ ցեղերը մաս են կազմել հայ ժողովրդի։ Բայց ցավոք Ադոնցը կարողացավ հասնել այդ 3 հատորից միայն առաջին հատորի այն էլ մի մասը, ուրարտական շրջանը, հայ ժողովրդի ծագումը։ Ադոնցը մահացավ թողնելով կիսադիր մեծ գործը, բայց ինչն է տարօրինակը եւ ինչն է զարմանալին եւ ինչպիսի պատահականություն են լինում կյանքում։ Ափսոս, ես ինձ եմ ուզում մի քիչ ներկայացնել, պատահական այդպես է ստացվել։ 1992 թվականին Բեյրութում համազգայինի գրական պահոցում բախտ ունեցա հայտնաբերելու Ադոնցի արխիվը։ Արխիվի մասին, թղթերի մասին կային տեղեկություններ, բայց որ դա արխիվն է։ Եվ այստեղ այս թղթերի մեջ հայտնաբերվեց Հայաստանի քննական պատմության երկրորդ եւ երրորդ հատորների բազմաթիվ նյութեր, որոնք ինքը շարադրել էր, սակայն չէր կարողացել դրանք վերակառուցել, չէր կարողացել դրանք ամբողջականացնել։ Ինչքան հնարավոր է, ես այդ նյութերը ֆրանսերենով էր ինքը գրել բնականաբար, հայերեն թարգմանել տվեցի եւ 4-րդ հատորում այն տեղադրված է քննական պատմության հայոցի այդ հատորները, այդ մասերը։ Այն մասերը, որը լույս չտեսավ այդ հատորներում կան, հիմա ինձ մոտ կա արխիվում, որ կա։ Այնպես որ Ադոնցի այս գործը մնաց կիսատ։ 1946 թվականին Մերկոնյան ֆոնդը հրատարակեց Ադոնցի առաջին հատորը, որը ավելի ուշ 1972 թվականին մեզանում լույս տեսավ Երևանում, Սեղբոսյանի թարգմանությամբ, Գագիկ Սարգսյանի հիանալի վերջաբանով, եւ վերջապես մենք ընդգրկեցինք այդ հատորը այստեղ։ Ադոնցի քննական պատմությունը այդ մեծ ծրագիրը չիրականացավ դաժան հիվանդության ժամանակների եւ այլ ոչ հուսանք եկող սերունդները Ադոնցները նորից կծնվեն եւ կշարունակեն Ադոնցները չեմ կարծում որ ծնվեն, Ադոնցները մեկն են, որը անան երևակայել է
որ կրկնվի, բայց մարդիկ, որ կարող են այդ գործը, այո, դուք ճիշտ եք ասում, շարունակեն այդ գործը կարող են։ Աստվածտա ադոնցներ ծնվեն, բայց եթե չծնվեն էլ, իսկ ադոնցի նման մարդիկ 100 տարի, միգուցե 500 տարի մեկ են ծնվում, կարևոր այստեղ այն է, որ մեր քաղաքական միտքը ուրեմն հաշվի առնի ադոնցի պատմագիտական հայացքները, որովհետև 80%-ով ես ասում եմ ամենակիչը պատմագիտական միտք հասկացողությունը ուղիղ համեմատական է քաղաքական միտք հասկացողությանը։ Քաղաքականությունը սովորում են պատմական դասերի ճիշտ ընկալումից, իսկ այդ դասերի ճիշտ ընկալման ճանապարհին է մեզ իր այս հրատարակված հատորներով եւ հրատարակվելիք գործերով կանգնեցնում, ձգտում կանգնեցնել այս մեծ հայագետը։ Այժմ ծանոթանանք Նիկողայոս Ադոնցի մասին որոշ կարծիքների։ Հայ մարդն երան, բարին ավանդական, արդիական եւ ազնվական իմաստով։ Հայոց հինավուրց մշակույթի, հերոսական պատմության, գեղեցկությանց եւ հայ նկարագրի առաքինություններում ապրող բերդը, որ գիտե ուրախություն եւ հպարտություններ շնչել։ Մեր հողին բույրը եւ մեր լեռներուն շունչը ուներանին մեջ։ Ադոնց առաջիններեն մեկն էր ապահովաբար Հայաստանը ներկայացնող մեր մտավորականներուն։ Զինք ճանչնալով կարելի էր սիրել հայոց աշխարհը։ Մուշեղ իշխան, սփյուռքահայ գրող, հրապարակախոս։ Հանձին ադոնցի հայ պատմագրությունը, բանասիրությունը, իրականությունը կկորսնցնեն իրենց ամենեն ընտիր մշակներեն մեկը, իսկ հայ ժողովուրդն ալ իր ամենեն ազնվական զավակներեն մեկը։ Ռուբեն Դարփինյան, սփյուռքահայ հրապարակախոս, խմբագիր։ Քննական պատմություն հայոցը հռչակավոր գիտնականի կողմից մի փառավոր նվեր է իր հայրենակիցներին, քանի որ ադոնցը նրանց վերադարձնում է մոտավորապես 10 դար։ Սա ադոնցի մահվան ժամին ընծայած արքայական պարգևն է իր երկրին, որի պատմությունը նա կրկնապատկում է։ Ռենե Գրուսե, ֆրանսիացի ակադեմիկոս։ Հարգելի հեռուստադիտողները, այսպիսին էր Նիկողայոս Ադոնցը, ով գերազանցապես հայագիտությունն է ներկայացրեց ամբողջ աշխարհին եւ լավագույնս զուգակցեց ակադեմիական գիտնականին եւ հայրենասեր մարդուն։ Հաջորդ հաղորդմանը կներկայացնենք հայ բարեգործական ընդհանուր միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշային, առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։